Օրագիր Նյուզը շարունակում է ուսումնասիրել եւ իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքային հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագրերում։ Այսօր ուսումնասիրել ենք Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Արուշ Արուշանյանի 2023 թվականի հայտարարագիրը։ Որպես անշարժ գույք Արուշ Արուշանյանը հայտարարագրել է նորակառույց շինություն, որը դեռևս իրավունքների պետական գրանցում չի ստացել, գնված 2019 թվականի ապրիլի 19-ին։ Արտադրական շինություն գնված 2017 թվականի փետրվարի 3-ին, ինչպես նաև երկու հողամաս, որոնցից առաջինը գնել է 2017 թվականի մարտի 2-ին, երկրորդը նվիրատվություն է ստացել 2019 թվականի ապրիլի 15-ին։ Արուշանյանի 4 անշարժ գույքն էլ գտնվում է Գորիսում եւ դրանց նա տիրապետում է միանձնյա սեփականությամբ։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։ Որպես շարժական գույք Արուշանյանը հայտարարել է 1930 թվականի արտադրության Զիլ Մակնիշի բեռնատար, որը ձեռք է բերել 2016 թվականի սեպտեմբերի 22-ին։ Տարեվերջին այս բեռնատարը եւս պահպանվել է։ Գորիսի համայնքապետի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 334,248 դրամ, տարեվերջին 268,487 դրամ։ Նա տարեսկզբին ունեցել է նաև 210 միլիոն դրամ, 3000 դոլար եւ 100,000 եվրո կանխիկ գումար, որը տարեվերջին պահպանվել է։ Հաշվետու տարում Արուշանյանի եկամուտը կազմել է 2,778,495 դրամ, որը Գորիսի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է։ Հայտարարագրի համաձայն Արուշանյանը բնակվում է միայնակ։ Նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը մեզ չհաջողվեց գտնել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում։